Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 13 Փրկիր մեզ, ով Տեր մեր Աստված, և ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից և բարձրանանք քո օրհնությամբ։ Սաղմոս 106 գլուխ 47 խոսք։ Տերը պաշարում է մարդկանց, որոնք գուցե բազմիցս հրաժարվել են հանձնվել նրան, երբ նա իրեն նվիրել է նրանց իր շնորհի միջոցներով, քարոզված, ընթերցված կամ մտքի մեջ ներգործած որևէ խոսքով կամ էլ խոսքով առաջնորդող որևէ նախախնամական իրադարձությամբ, նա հարձակվում է այն տան վրա, որը պահվում էր զորավորի, սատանայի կողմից։ Այսպես Քրիստոսը, որ ավելի զորեղ է, գալիս է նրա վրա և ճշմարտության հոգու միջոցով խոսքը խարսխում մարդու սրտում, այն խոսքը, որով Աստծո հանդիմանությունը հռչակվում է այս կամ այն մեղքերի դեմ, որոնցում մարդն իրեն մեղավոր է ճանաչում։ Հոգին համոզմունք է դնում մարդու և նրա խղճի մեջ, տալով այն ճշմարտությունը, որ հենց ինքն է այն անձը, որի դեմ խոսում է Աստծո խոսքը, քանի որ մեղավոր է այդպիսի մեղքերի մեջ։ Եվ մի քանի մեղքերից մարդը մղվում է տեսնելու էլ ավելին, սովորաբար սկսում է տեսնել իր երիտասարդության մեղքերը, անփութության մեղքերը և այլ մնացածները։ Այո, նա այնքան է առաջնորդվում, մինչև իրեն գրեթե ողջ օրենքը խախտած է տեսնում։ Նա տեսնում է, որ անթիվ չարիքներ են պատել իրեն, ինչպես Դավիթն է ասում իր հոգևոր վշտի պահին, Սաղմոս 40 գլխի 12 խոսքում։ Այս վիճակում մարդը երբեմն մեղքի սոսկալի պատկերներ է տեսնում և սուր տեսողությամբ գրեթե ամեն մեղքի հետ իր առնչությունն է նկատում։ Այսպես է լինում, երբ հոգին գալիս է և համոզմունք է դնում մարդու մեջ նրա մեղքերի համար։ Տերը ցնցում է նաև ամրոցի ներսում գտնվող մի առանձնահատուկ հենակետ՝ ստության ապաստանը, ուր մարդը դիմում է, երբ իր մեղքերն այսպես բացահայտվում են իրեն։ Խեղճ մարդը ձևացնում է, թե հավատք ունի Քրիստոսի հանդեպ, կարծելով, որ դրանով իր բեռը վերցվել է իրենից, ինչպես փարիսեցիներն էին ասում. «Մենք մեկ Հայր ունենք, Աստծուն», ձևացնելով, թե Աստծո հետ ունեն առանձնահատուկ հարաբերություն, որպես իրենց ընդհանուր Տիրոջ։